Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, քանի որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կարգավորման ոլորտը բավականաչափ ընդգրկուն է եւ բազմավեկտոր, ներառելով երկրի տնտեսական ենթակառուցվածքների զգալի մասը, ինձ հատկացած ժամանակահատվածում ես կանդրադառնամ 2024 թվականին իրականացված աշխատանքների առավել կարևոր եւ առանցքային հատվածներին։ Հարգելի պատգամավորներ, Սահմանադրաիրավական պահանջին, միջազգային փորձին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած հանձնառություններին համահունչ 2024 թվականին հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել էլեկտրաէներգետիկայի մասին եւ վերականգնող էներգետիկայի եւ էներգոարդյունավետության մասին նոր օրենքների լրամշակված նախագծերը, որոնց ընդունումը Եվրոպայի միության դիրեկտիվների պահանջների հաշվառմամբ սկիզբ կհանդիսանան էներգետիկայի բնագավառում բարեփոխումների երկրորդ փուլի համար։ 2024 թվականին լրամշակվել են հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառի կարգավորման ուղղված հանձնաժողովի հիմնարար իրավական ակտերը, ինչպիսիք են էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկայի առևտրային կանոնները, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման եւ բաշխման ցանցային կանոնները, բնական գազի մատակարարման եւ օգտագործման, էլեկտրաէներգետիկական եւ գազամատակարարման համակարգերում սակագների հաշվարկման մեթոդիկաները, էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող հանրային կազմակերպությունների գնումների նկատմամբ պահանջները։ 2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Շուկայի մեկնարկից 3 տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էականորեն ավելացել է։ Մասնավորապես, եթե մեկնարկի առաջին տարվա 2022 թվականի արդյունքներով շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5.3%, 23 թվականի արդյունքներով այն կազմել է 20.1%, ապա 24 թվականի արդյունքներով արդեն իսկ կազմել է 27.8%, իսկ 25 թվականի կանխատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 36%-ի։ Շուկայի ազատականացումն ապահովել է նաև նոր մրցակցային մասնակիցների մուտքն էլեկտրաէներգետիկական համակարգ։ 24 թվականի արդյունքներով մրցակցային հատվածում գործունեության լիցենզիա են ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող անձ, թրեյդերներ, 144 մրցակցային էլեկտրակայաններ եւ գործել են 16 որակավորված սպառողներ։ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված 20 մատակարար կազմակերպություններից սակայն 24 թվականին շուկայում գրանցվել եւ ակտիվ գործողություն են ծավալել 6 մատակարար ընկերություններ, որոնց կողմից մրցակցային սպառողներին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 1 միլիարդ 54 միլիոն կիլովատ-ժամ։ Շուկայի ազատականացումը կողմնորոշիչ ազդակ է ոլորտում հետագա ներդրումների, այդ թվում օտարերկրյա խթանման ու ներգրավման համար։ Պետության կողմից տրամադրվող երաշխիքներից հրաժարվելու եւ ամբողջությամբ մրցակցային տիրույթում գործելու պայմանով 2024 թվականի արդյունքներով հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 20 արևային կայաններ, ընդհանուր 120 մեգավատ գումարային հզորությամբ, որոնց ներդրումն էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 28 միլիարդ դրամ։ Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջները եւ ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնները, հանձնաժողովը 24 թվականին իրականացրել է գազամատակարարման համակարգի օպերատորի, բնական գազի փոխադրման եւ բաշխման ծառայությունների սակագների վերանայում, միևնույն ժամանակ սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագների
փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ դրանք մնացել են անփոփոխ։ Հաշվի առնելով 25 թվականի փետրվարի 1-ից մինչև 26 թվականի հունվարի 31 ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի հզորության արտադրության, ներկրման եւ արտահանման հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման եւ սպասարկման ծախսերի իրականացման ժամանակացույցերը, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների մոտ կանխատեսված եւ փաստացի ծավալների շեղման արդյունքում հասույթի ճշգրտումը, Երևան ջերմաէլեկտրակենտրոն փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ եկամուտի եւ 30 մեգավատ եւ ավել տեղակայված հզորությամբ ջերմաէլեկտրակայանների գազի ծախսի փոփոխությունները 2024 թվականի իրականացված կապիտալ ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությունը եւ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները հանձնաժողովը 24 թվականի տարեվերջին վերահաշվարկել է սակագնային կարգավորման ենթակա արտադրող խոշոր կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի ծառայությունների մատուցողների կողմից մատուցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, շուկայի օպերատորի, էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայությունների սակագները, հաշվեկշռման եւ հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային եւ երրորդային պաուստի ապահովման վճարները, Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժան եւ վերջինիս կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունների մատուցման սակագները։ Այստեղ եւս էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման արդյունքում սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել եւ դրանք մնացել են անփոփոխ։ Հարգելի падգամավորներ, 24 թվականի ընթացքում Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակում էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումներ են իրականացվել Հայաստանի էլեկտրական ցանցեր, Գազպրոմ Արմենիա, Contour Global Hydrocascade, Միջազգային էներգետիկ կորպորացիա, Հաշվարկային կենտրոն, Հայկական ատոմային էլեկտրակայան, Բարձրաբոլտ էլեկտրացանցեր եւ Երևանի ջերմաէլեկտրոկենտրոն փակ բաժնետիրական ընկերությունները։ Բացի այդ, Հայկական ատոմակայանի եւ Բարձրաբոլտ էլեկտրացանցեր փակ բաժնետիրական ընկերությունները ներդրումներ են իրականացրել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ վերջինիս երաշխիքով միջազգային ֆինանսական կառույցներից ստացված վարկերի ծրագրերի շրջանակներում։ Կարգավորվող ընկերությունների կողմից իրականացված ներդրումային ծրագրերի շրջանակում 2023 եւ 2024 թվականներին ավարտված եւ շահագործման հանձնված ներդրումների ծավալը կազմել է շուրջ 133.5 միլիարդ դրամ, որից 23 թվականի արդյունքներով 65.8 միլիարդ դրամ, իսկ 24 թվականի արդյունքներով 67.7 միլիարդ դրամի չափով։ Վերականգնող էներգետիկայի զարգացումը եւ դրա միջոցով հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է հանձնաժողովի գործունեության առանցքում։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրոկայաններ, եւս 16-ը գտնվել են կառուցման փուլում։ Կառուցվող փոքր հիդրոէլեկտրոկայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրոկայաններ, փոքր հիդրոէլեկտրոկայանների մասին է խոսքը, 467 մեգավատ գումարային հզորությամբ։ Արևային էներգետիկայի մասով հանրապետությունում գործել են 72 արևային էլեկտրակայաններ, եւս 47-ը գտնվել են կառուցման փուլում, ներառյալ 55 մեգավատանոց Մասրիկ 1 արևային կայանը, որի շահագործման թույլտվությունը հանձնաժողովի այսօրվա նիստում տրվեց արդեն։ Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 119 արևային էլեկտրակայաններ 577 մեգավատ գումարային հզորությամբ։ Հարկ է նշել սակայն, որ վերը թվարկված ցուցանիշները վերաբերվում էին էլեկտրական էներգիայի լիցենզավորված արտադրությանը, իսկ վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ էներգետիկ անկախության ապահովման համատեքստում տարեցտարի առավել նշանակալի է դառնում նաև ինքնավար
էներգոարտադրության դերը հանրապետությունում։ 2024 թվականի տարեվերջի դրությամբ Բաշխման ցանցին միացված ինքնավար էներգոարտադրողների քանակը կազմել է 31249, իսկ վերջինիս համակարգերի ընդհանուր հզորությունը գերազանցել է 420 մեգավատը։ Այստեղ պարզաբանեմ, որ խոսքը գնում է տանիքներին տեղադրված արևային մարտկոցների մասին եւ ոչ թե արտադրական նշանակության արևային էլեկտրակայանների մասին։ Այսինքն 420 մեգավատ մենակ տանիքներին այս պահին արև ունենք եւ միջինը տարեկան 15 մեգավատ ամսական ավելանում այդ հզորությունը։ Հարգելի падգամավորներ, ջրային ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների բարելավման, ինչպես նաև մատակարարի կողմից վթարաբերականգնողական աշխատանքների իրականացման խթանման նպատակով 2024 թվականի ընթացքում լրամշակվել են խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները։ Համաձայն սակագների ճշգրտման մեխանիզմների, սակագները յուրաքանչյուր տարի ենթարկա են ճշգրտման, հաշվի առնելով մանրածախ ջրամատակարարման ծավալների փոփոխությունը, սղաճը, ընկերության մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխությունը։ Ելնելով սակագների վրա ազդող վերը թվարկված գործոններից եւ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների հավաստիության ստուգման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքներից հանձնաժողովը հաշվետու տարում հաշվարկել է 2025 թվականի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները, սոցիալապես անապահով սպառողների համար 180 դրամ խորանարդ մետրի համար ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ մյուս բաժանորդների համար գումարային 200.42 դրամ, էլի ներառված ավելացված արժեքի հարկը, այսինքն սպառողների համար 2025 թվականի սակագինը մնացել է եւս անփոփոխ։ 2024 թվականին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն է տրամադրվել արբանյակային կապի գլոբալ համակարգի միջոցով լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող Starlink AM ընկերությանը, ապահովելով Starlink-ի միջոցով SpaceX-ի կողմից գերարագ լայնաշերտ ինտերնետ ծառայություններ մատուցելու հնարավորությունը հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության շարժական կապի ծառայությունների շուկայում գործում է 3 օպերատոր՝ Telecom Armenia, Viva Armenia եւ Ucom ընկերությունները։ Շարժական կապի բաժանորդների թվաքանակը 2024 թվականի տարեվերջին կազմել է 4,84,042 մարդ, նախորդ տարվա համեմատ աճելով 9300 բաժանորդով, ավելի շուտ նախորդ թիվը բաժանորդով, ասենք եւ ոչ թե մարդով, որովհետեւ մի մարդը կարող է մի քանի համարի կրող լինի։ Շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակը 2024 թվականի տարեվերջին կազմել է 3,259,163, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 39,716 բաժանորդով։ Հայաստանի Հանրապետությունում գործում է հանրային ամրակցված կապի 208 լիցենզավորված օպերատոր, որից 169 մարզերում եւ 39 Երևանում։ Ընդհանուր ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թվաքանակը 2024 թվականի տարեվերջին կազմել է 603,960, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 10,6%-ով։ Հանրապետության մարզերում ընդհանուր ամրակցված լայնաշերտ ինտերնետի եւ օպտիկամանրաթելային հասանելիությամբ ինտերնետի բաժանորդների թվաքանակները նախորդ տարվա համեմատ աճել են համապատասխանաբար 11,4%-ով եւ 16,9%-ով, իսկ Երևան քաղաքում 9,7%-ով եւ 19%-ով։ 24 թվականին հանձնաժողովը ներկայացվել 4068 դիմում բողոք, որոնցից 1465-ը գրավոր, իսկ 2603-ը բանավոր եղանակով։ Հանձնաժողովում գործող դիմում բողոքների քննարկման համար նախատեսված հեռախոսահամարով, ինչպես նաև հանձնաժողով այցելելով բնակիչ սպառողների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները
խորհրդատվություն են ստացել մատակարար սպառող հարաբերություններում իրենց իրավունքների եւ պարտականությունների, դրանց խախտման դեպքում անհրաժեշտ քայլերի եւ գործողությունների վերաբերյալ։ Սպառողներին առնչվող խնդիրների շարքում իր կարևորությամբ առանձնանում է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սպասարկման որակի ցուցանիշների ապահովումը, որոնք սահմանված են հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերով։ Նշված ցուցանիշների խախտման համար 2024 թվականի ընթացքում մատակարար կազմակերպությունները բաժանորդներին վճարել են դրամային հատուցումներ, մասնավորապես էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը թվով 117762 բաժանորդի վճարել է 205 միլիոն դրամ տուժ։ Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը թվով 5613 բաժանորդի վճարել է 4 միլիոն 8 միլիոն դրամ տուժ։ Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններով սահմանված պահանջները խախտելու համար Վիոլա ջուր փակ բաժնետիրական ընկերությունը թվով 1028 բաժանորդի վճարել է 1.55 միլիոն դրամ տուժ։ Հարգելի պատգամավորներ, հանձնաժողովն իր գործունեության հրապարակայնության ու թափանցիկությունն ապահովում է զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի, սոցիալական ցանցերի հարթակների եւ այլ միջոցներով։ Շարունակվել է արդյունավետ համագործակցությունը սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես 24 թվականին հանձնաժողովի հետ համագործակցել են Սպառողների ասոցիացիա, Սպառողների խորհրդատվության կենտրոն, Սպառողների աջակցման կենտրոն եւ բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում հասարակական կազմակերպությունները։ 24 թվականին հանձնաժողովը համագործակցել է նաև միջազգային կազմակերպությունների եւ այլ երկրների կարգավորող մարմինների հետ հանձնաժողովի գործառույթների շրջանակում միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու եւ դրա գործնական կիրառությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար։ Վերջում ներկայացնեմ նաև հակիրճ տեղեկատվություն հանձնաժողովի տարեկան բյուջեի ձևավորման եւ հանձնաժողովի գործունեության արդյունքում 24 թվականին պետական բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ։ 24 թվականին հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 117.4 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 15.4 միլիոն դրամը, իսկ տարբերություն 102 միլիոն դրամը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ 24 թվականի ընթացքում հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները զգալի մուտքեր են ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լիցենզիաների տուրքերի, ռադիոհաճախականությունների տրամադրման եւ օգտագործման վճարների, հանձնաժողովի կիրառած տուժերի, ինչպես նաեւ նոր էլեկտրակայանները լիցենզիաներով ամրագրված ժամանակահատվածում չգործելու, լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ներկայացված ֆինանսական երաշխիքից գանձվող գումարների տեսքով։ Նշված աղբյուրներից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվել է շուրջ 9.38 միլիարդ դրամ, որի հիմնական մասը շուրջ 8.78 միլիարդ դրամը կազմել են ռադիոհաճախականությունների օգտագործման եւ թույլտվությունների տրամադրման գծով տուրքերը։ Նշված բյուջետային մուտքերում ներառված են նաեւ հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող անձանցից գանձված լիցենզիայի տուրքերը 339 միլիոն դրամի չափով, ինչպես նաև հանձնաժողովի իրավական ակտերը խախտելու համար կարգավորվող անձանց կողմից 2024 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած գումարները 259.5 միլիոն դրամի չափով։ Հարգելի պատգամավորներ, հաշվի առնելով ժամանակային սահմանափակումը, թույլ տվեք այսքանով ավարտել խոսքս,
Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի 24 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ամփոփված է հանձնաժողովի 24 թվականի գործունեության հաշվետվությամբ, որտեղ ըստ կարգավորվող ոլորտների ներկայացված են վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրակացություններ։ Այսքանը, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։